Հայաստանում քաղբանտարկյալների եւ Բաքվում կապված հայկերիների պատահությունների ազատ արձակմանն է ուղղված։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք եվրոպացիային պատգամավորներից կամ առհասարակ եվրոպական կառույցներից, այն պատգամավորներից, որոնք այս պահին այստեղ են Եվրանեստի իրավունքներում։ Մենք մեր այսօրվա ակցիայով ցանկանում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել մեր երկրում տիրող մի շարք խնդիրների ուղղությամբ, որոնցից ամենակարևորը մեր Բաքվում գտնվող ռազմագերիների հարցն է, որ այս իշխանությունները իրենց մատը մատին չեն տալիս եւ ոչ մի բանակցային պրոցեսի ինչ-որ մաս չեն դարձնում թե ռազմագերիների, թե ընդհանրապես մեր Բաքվում գտնվող գերիների ետևերադարձի հարցը։ Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք հնարավորինս ինչը որ մենք կարող ենք անել, որպեսզի ընդհանուր ամբողջ աշխարհին եւ պաշտոնյաներին տվյալ դեպքում եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունը գրավենք եւ ցույց տանք, որ այս պահի դրությամբ մենք ունենք բազմաթիվ ռազմագերիներ, ովքեր գտնվում են Ադրբեջանում եւ շատ վատ պայմաններում են նրանք գտնվում եւ իշխանությունները ոչինչ չեն անում նրանց հետ վերադարձի համար։ Բացի դրանից մենք նաեւ ունենք 40-ից ավել քաղբանտարկյալներ Հայաստանի Հանրապետությունում, սա պատմական ցուցանիշ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում նման քանակի քաղբանտարկյալներ չեն եղել։ Նրանց թվում են թե հոգևորականներ, որը նույնպես աննախադեպ դրվագեր, կյանքում չի եղել, որ սրբազաններ կալանավորվեն։ Նրանց ցանկի մեջ են նաև բարերարներ, Սամվել Կարապետյանը օրինակ, որը նույնպես եկեղեցու կողքը կանգնելու համար կալանավորվեց։ Այդ ամենին զուգահեռ մենք տեսանք, որ սրանք անլուրջ էին համարում օրինակ իմպիչմենտի գործընթացը, բայց դրան զուգահեռ նրանք ջանք ու եռանք չխնայեցին, որ մի ինչ-որ փուչ գործ, որ 7 տարի ոչ քննվել է, ոչինչ չի արվել եւ այնտեղ նույնիսկ ոչ ուժող կողմ կա, ոչ մարդիկ կան, բայց նրան ուղղակի 3 օդանավականից կալանավորեցին, իսկ երբ որ օրինակ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ նա քաղաքական կշիռ չունի եւ ինչու են այլ մարդկանց չի առաջադրվել, Դավիթ Համբարձումյանը ըստ իս շատ լավ ապացուցեց, թե ինչի համար է ընտրությունը կանգ առել նրա վրա, նա իր աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում եւ փաստացի կարող էր չվերադառնալ եւ իր հանգիստ կյանքը վայելել, բայց նա լինելով հայրենասեր, երբ վերադարձավ եւ շարունակում է իր պայքարը ու անկախ ամեն ինչից նա կգտնվի բանտում թե դուրս է, նա իր պայքարը ասեց, որ շարունակելու է եւ մենք նրա կողքին ենք եւ մենք իմպիչմենտի պրոցեսը ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասցնենք իր տրամաբանական ավարտին։ Կներկանաք եւ կներկայացնեք ակցիայի նպատակը։ Ես Արմեն Հարությունյանն եմ, Հանրապետական կուսակցության ուսանողական կազմակերպության ղեկավարը։ Մեր ակցիայի խորագիրը այսօր այն է, որպեսզի պարլամենտում գտնվող եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունը գրավենք մեր այս պահի դրությամբ երկրի իրավիճակը, երբ որ մենք ունենք Բաքվում բազմաթիվ ռազմագերիներ, ընդհանուր ռազմաքաղաքական էլիտան, բայց օրվա իշխանությունները ոչինչ չեն անում նրանց երթվերադարձի համար։ Դրան զուգահեռ մենք ունենք նաև աննախադեպ քաղբանտարկյալների թիվ 40-ից ավել, նաև աննախադեպ է նրանով, որ մենք ունենք բանտարկված թե սրբազաններ եւ թե այլ դասի հոգեվորականներ։ Եվ մենք ցանկանում ենք, որպեսզի նրանց ուշադրությունը գրավենք այդ առումով, որ Հայաստանը իրականում ընդհանրապես դեմոկրատիայի բաստիոն չէ։ Շնորհակալություն։